նկարիչ եմ ու արդեն կարծես թե 17 տարի նկարում եմ ու այս 17 տարվա ընթացքում շատ հետաքրքիր է կյանքս անցել, որովհետև եթե օրինակ աշխատեի ուրիշ սֆերայում, չգիտեմ ոնց կլիներ իմ կյանքը, իհարկե չեմ կարող հիմա համեմատեմ, բայց 17 տարվա ընթացքում այնքան մեծ ու շատ դռներ է բացվել իմ դիմաց, որ ես որպես լուսանկարիչ եմ եղել, որ ինքը զարմացել եմ այդ ամեն ինչի վրա ու երբ որ ես մտածում եմ, ասենք, որ ես աշխատում եմ, գնում եմ գործի եւ այլն, հա, այդ մի քիչ ուրիշ աշխատողների դիմաց ոնց որ մի քիչ վիրավորանք լինել, որ ես չեմ աշխատում, ես ուղղակի անում եմ այն ինչ որ ինձ դուր է գալիս ու այդ 17 տարվա ընթացքում շատ բաներ եմ փորձել ու հիմա կարելի ասել ինչ որ մի կետի եմ հասել, որը որ շատ բաներ էլ չի հետաքրքրում անել, որպես կոմերցիոն, արդեն ինչ որ ունեմ ուղղություն, որ հետ ուղղությամբ եմ շարժվում ու այսօրվա ասենց մեր շփումը լինելու է ոնց որ իմ կյանքի գլխավոր փուլերը ֆոտոյի մեջ, ինչ եմ ոնց եմ սկսել, ոնց եմ ինչ որ մի բանի հասել ու այնպես է եղել, որ շատ անգամ երբ որ ուզում ես նկարես, բայց չգիտես ինչ նկարես, մի քիչ sense բան ես լինում դեպրեսիայի ինչ որ փուլեր են եղել, իհարկե մոտ այդ մասը այնց շատ քիչ է եղել, որովհետև ես անընդհատ ինձ sense պրպտացել եմ, գնացել եմ, գտել եմ այդ տեղերը, որտեղ ինչ պետք է անել ու 2009 թվականից ես սկսեցի նկարել ու մի հատ շատ հետաքրքիր փաստ պատմեմ, որ ես սկսել եմ աշխատել 2014 տարեկանից, այդ չեմ հիշում որ թիվն էր, բայց առաջին իմ աշխատավարձով, կոպիտ ասած, տենց ինչ որ ստացել եմ, շատ հետաքրքիր է, որ առել եմ ֆոտոապարատ 14 տարեկանում, ուղղակի այդ ժամանակ տենց դիջիտալ կամերաները հələ այդքան բան չէին, տենց պլյոնեչնի Kodak էի առել, ու տենց նկարում էի այդ ամեն ինչով Իհարկե այդ ժամանակվա ֆոտոներից ոչ մի բան չի պահպանվել, չեմ կարող գտնեմ, բայց այդ որպես փաստ, որ տենց առաջին անգամ ապարատ եմ ունեցել իմ առաջին աշխատավարձով։ Իսկ դրանից հետո էլի ինչ որ տենց ցիֆրավոյ ինչ որ բան էի վերցրել, տենց 12 zoom օբյեկտիվով տենց միլնիցա էր, էլի ինչ որ տենց ոչ մի բան դրանից չի պահպանվել, նույնիսկ չգիտեմ այդ կամերան հիմա որտեղ է։ Իսկ երրորդ կամերաս Canon կամերան էր 50D ու ոնց սկսվեց, որ ես ֆոտոյով սկսեցի զբաղվել։ Մոտավորապես մի 6 տարի գրաֆիկ դիզայն եմ արել, վեբսայթեր եւ այլն, ու երբ որ իմ օֆիսը, տենց ես իմ վրա էի աշխատում, էլ ինչ որ մեկի մոտ չէի աշխատում, իմ օֆիսը Սարյան պոչտայի 14-րդ հարկում էր, ու մի անգամ ընկերներից մեկը եկել էր իմ մոտ հյուր, հետո գնալուց ֆոտո արեց ուղարկեց ինձ, ամբողջ շենքը մութ էր, մենակ իմ լույսն էր վառը, ու այդ ժամանակվանից հասկացա, որ շատ տխուր է իմ կյանքը անցնում, որովհետև առավոտի ծիրիկուն օֆիսային կյանք, տենց գնում ես, նստում ես կամպյուտերի դիմաց ինչ որ բաներ ես անում, ու որ ասեմ այդ թվերին դա 2003-ից մինչև 2009 թիվն էր, հա, այդ թվերին դիզայնը որ ոնց ասեմ, շատ վատ վիճակում էր էլի Հայաստանում, ընդհանուր աշխարհում շատ առաջ էր գնում այդ մինիմալիստական ոճը բանը, բայց Հայաստանում ինքը շատ բաներ է, այսինքն հայ պատվիրատուները գալիս են ինչ-որ պլպլան բաներ էին ուզում, ես տենց անընդհատ տենց ջղայնանում էի ինչ-որ բաներ էի բացատրում, բայց հետո հասկանում էի, որ այդ բացատրելու բանը չի էլի, միսիան չի իմը, պետք է անես ինչ-որ որ ուզում են ու ես փորձեցի սկսեմ դրսից ինչ-որ պատվերներ գտնեմ, որ ավելի հետաքրքիր լինի իմ կյանքը, բայց 2008-ի վերջերից արդեն հասկացա, որ շատ տխուր է անցնում ամեն ինչը ու պետք է մի բան փոխել ու սկսեցի ինչ-որ գումար էի հավաքել, որ առնեի, երևի ինչ-որ մեկը ձեզանից կիմանա, սենց մեծ մանիտորներ են, որը սենց գրիչ ունի, ավելի նկարիչների, դիզայներների համար է, էլի։ Գումար էի կուտակել, որ այդ գործիքը առնեմ, որպես գրաֆիկ դիզայներ,
բայց որ հասկացա, որ արդեն չեմ ուզում շարունակեմ, սկսեցի կամերաներ նայել ու մորքուրից տղան ինքը տենց ինչ-որ մի հատ հին կամերա ուներ, ինչ-որ տենց բաներ էր հասկանում էր, ասի Ալբերտ ջան, արի մի հատ իրար հետ նստենք մի հատ ինձ կամերա ընտրենք ու ընտրեցինք 50D, ասես դե դու ես կամերան վերցրու բոդին, ես քեզ իմ օբյեկտիվներից կտամ, դու կսկսես նկարելը ու տենց որ երբ որ կամերաներ էինք նայում, տենց 24-70 սենց օբյեկտիվն է, որը որ սենց ու սենց իր աչքերը փայլեց, ասեց, «Էս օբյեկտիվը որ ես ունենամ, գիտես ինչեր կանեմ», հա։ Մի խոսքով անցավ մի քանի օր ու ես հասկացա, որ ինձ շատ անհարմար է լինելու, որ կամերան վերցնեմ, ինչ որ օբյեկտիվ իրանից վերցնեմ, բան։ Զանգեցի, ասի, այն 24-70-ը ասում ես ինչ արժեր, այդ ժամանակ այսօրվա պես հիշում եմ, արժեր $1078, Canon 24-70 առաջին սերիան էր, ասի էդ էլ եմ ուզում, տենց ոչինչ, որ 0 դրամ այն մոտ մնում, ու տենց ինքը տենց լուրջ ես ասում, այն մտքով, որ ինքն էլ է վերցնելու նկարի, էլի։ Մի խոսքով մենք առանք այդ կամերան, ինչ որ Ամերիկայից միտեղ մեկի մոտ գնաց, այդ մեկը բերեց, ինձ սենց ձեռով, սենց հիմա չգիտեմ իրան ոնց պետք է օգտագործեմ, այլ ու սկսեցի նկարել, ու սկսեցի սենց անխնա նկարել, այն որ միշտ իմ հետ էր կամերան, ուր գնում էի, փորձում էի ամեն ինչ նկարեի, բան, ու 2009 թվին նենց ստացվեց, որ հենց առաջին սլայդը ցույց տամ, 2009, այդ սիմվոլիկ թիվը իմ կյանքում, 2010-ին հենց ստացվեց, որ ես ամուսնացա ու գնացի Բարսելոնա, ու ամեն ինչ փորձում էի նկարել ու իմ միտքը ավելի շատ սերիաներն էր, հա, ինչ որ մի ուղղություն բռնել, որ այդ ուղղությամբ ոնց որ սերիաներ նկարել եւ ուղղակի պատական անցնում ենք մի տեղով, տեսա որ սկեյտերներ են այնտեղ քշում, սկեյտ են քշում, ասի կարելի է էլի տենց փորձել իրանց նկարել, ես էլ ոչ մի ամոթ զգացում բան չունեմ, էլի իմ համար տենց գոյություն չունի, կարամ գնամ տենց ձեռով ոտով խոսամ, հասկացնեմ ինչ եմ ուզում բան, ու գնացես տղեկին ասի ուզում եմ ձեզ նկարեմ, այն ժամանակ տենց Instagram բան չկա, որ ասես դե նկարեմ Instagram գցեմ, բան, ասեցի նկարի, ու այդ ժամանակ տենց սկսեցի ասի, տենց երկու նկար ամեն մեկից անեմ, էլի մեկը իրանց պորտրետ եւ մեկը ինչ որ action վիճակում, մի խոսքով տենց նկարեցի, նկարների գույները մի քիչ տենց հիմիկվա համատած բան են, արդեն տենց անցած էտապա կարելի ասել, որտեղ այն ժամանակ որ sense նկարում էր, sense չէր ուզում այդ իր օրիգինալ գույները պահեիր, բան, որոշում էր, որ ինչ որ տես փոփոխություններ անել, բան, մի խոսքով տես մի քիչ Photoshop-ով բզբզեցի, բան, այն ժամանակ Lightroom էլ չկար, եթե գիտեք 2010 թիվներ, կամ կար երևի ես չգիտեի դրա մասին, մի խոսքով սկսեցի այս տղեկին նկարել ու հիշում եմ իրանց մեյլ, ես միշտ տենց եմ անում, որ ինչ որ մեկին նկարում եմ, ուզում եմ որ այդ նկարը հասնի այդ մարդուն այդ ժամանակ մեյլ վերցրեցի, ուղարկել եմ, բայց չեմ էլ հիշում ինչ որ պատասխանել լինի ինձ թե չէ, բայց շատ անգամ եղել է, որ իմ կարիերայի ընթացքում մարդկանց հետ որ տենց ուղարկել եմ նկարները, իրանք տենց լիքը մերսիներ են գրել, ոմանք նաև ասել են, որ կարելի է ինչ որ տեղեր օգտագործել եւ այլն, բնականաբար ես իմ թույլտվությունը տվել եմ, ու այդպես սկսեցի ամեն ինչ նկարել Նույն Բարսելոնայում սկսեցի որպես սերիա նկարել փողոցային երաժիշտների ու այդպես տենց թափառելով տարբեր տեղեր, այնտեղ ոնց որ ընդունված էր քաղաքում կան կետեր, որ քաղաքապետարանը իրաց թույլտվություն է տալի, մարդիկ տենց նվագում են, ինչ որ գումար են հավաքում ու այդպես սկսեցի նկարել ամեն ինչ 2010, այդ 2010, 11, 12-ը իմ ֆոտոյի կյանքում շատ բուրըն բան է եղել, տենց տարիներ են եղել, որտեվ այդ ժամանակ երբ որ սկսեցի նկարել, տենց փորձում էի ամեն ինչ անել, որ կյանքը ավելի հետաքրքիր լինի, որ հետ չփոշմանեմ, որ ես դիզայնը թողել եմ, անցել եմ ֆոտոյի
ու հասկացա, որ ինչ որ մի ուղղություն պետք է, որպեսզի կարողանամ գումարել աշխատել, էլի, որովհետև մենակ նկարել մի քիչ է եւ պետք է նաեւ գլուխը պահել, քանի որ դիզայն էլ ոչ մի պատվերներ չէի վերցնում։ Դե այդ ժամանակ ավելի ուղղվածությունս այտենց մտածում էի ինչ կարամ անեմ, որ գումար աշխատեմ։ Տարբեր ամսագրերի սկսեցի դիմել, ժամանակ այդ տարիներին ամսագրերը այտենց էլի մեծ բուրըն զարգացում ունեին, այտենց հայկական ինչ որ գլյանցովի ժուրնալներ էին դուրս գալի, ինչ որ դուրս էին գալի, ոնց դուրս էին գալի, այտենց է փակվում էին, իհարկե, բայց գլխավոր ամսագիրը դա Երևան ամսագիրն էր, չգիտեմ, եթե ինչ որ մարդիկ տեղյակ են, իրանք հիմա իհարկե կա հայերեն տարբերակը, բայց այն ժամանակ ռուսերեն տարբերակներ, որը որ եթե չեմ սխալվում 100,000 տպաքանակով էր տպագրվում եւ այտենց բաներ էլի ցել էր, որ պետքա հասնել այդ ամսագրին միջև ամսագրի սկսելը նաեւ ինչ որ մի ուրիշ ուղղություն է որոշեցի բան անեմ, ֆոտո դասեր տալ ու այտենց շատ հետարքիր էր անցնում այդ դասընթացները, քանի որ ես իհարկե այտենց շատ մեծ փորձ չունեի, բայց ինչ որ բաներ հասկանում էի, որ ուզում էի, որ մարդկանց փոխանցեի։ Ու այտենց պոստեր սարքեցի, դրեցի Facebook-ում, մարդիկ այտենց հավաքվեցին եւ մոտավորապես 16 խումբ ունեցել եմ դասերի ամեն խմբում մոտավորապես 10-12 ուսանողներ էին գալիս ու իդեպ շատ լավ լուսանկարիչներ հիմական շատ լավ լուսանկարիչներ ովքեր իմ մոտ են սովորել եւ 2000 կարծեմ 15-16 թիվներ հա 16 թիվներ որ 16 թիվներ որ որոշեցի արդեն պետքա ստոպ տամ դասերը, որովհետև 2 ամիս էր տևողությունը դասընթացի, բայց 2 ամիսը դառնում էր 3-4 ամիս, որովհետև իմ գործի բերումով եւ այլն, ստացվում էր, որ գրում էի երեխեք ջան կներեք, այս մի շաբաթներ չենք կարա դաս անենք, որովհետև ես ինչ որ նկարանումներ ունեմ, պետքա գնամ ստեղ, ընդեղմա դա եւ ինձ դուր չէր գալի եւ ուսանողներին, որովհետև իրանք այդպես հստակ ունեին 2 ամիս կյանքին տրամադրել են ֆոտո սովորելու ու այդ ժամանակվանից ասենք 2000 մոտավորապես 5 տարի այդ process-ը գնաց եւ զուգահեռ դասերին որոշեցի նաեւ որն է գումարբերումը հարսանիքները եւ 2011 թվականից, հա, չէ, միջև բանը մի հատ էլի հետարքիր դեպք պատմեմ ամսագրերի հետ կապված ուրեմն մի լրագրող ընկեր ունեի հանդիպեցի իրան ասի որ ուզում եմ սենց ժուրնալների մեջ մտեմ բան այդ աղջիկը ասեց բա արի ես քեզ ծանոթացնեմ մի մարդու հետ ով որ RBA ժուրնալ չգիտեմ ինչ որ մեկը ծանոթ է ժուրնալը ինչ որ առնչվել է ինքը մոտավորապես մի 20 համար դուրս եկավ ու ծանոթացրեց մի մարդու հետ Էդի Կայանյան ով որ RBA-ի գլխավոր խմբագիրն էր հետո Երևան ժուրնալի գլխավոր խմբագիրը դառավ ու առաջին որ ես գնացի պատմեցի ես ինչ եմ ուզում անեմ ասեց Արթուր ջան քո էներգիան տենց ոնց որ լավն է էլի արի ես քեզ մի անգամից մի 3-4 սյոմկա տամ դու գնա արա ոչ գումարից ենք խոսացել որ այդ ինձ այդքան այդ բան չէր անում էլի այդ ավելի այդ դվիժուխը ավելի էր կայֆ էլի գնալ նկարել բերել այդ տպագրած առաջին տպակ տենց ալբոմը որ բան ժուրնալը բացեցի տեսա այդ ֆոտոները տենց շատ բաներ էլի շատ հետարքիր զգացումներ էր եւ ասեց մի 2 համար հետո ասեց Կուստուրիցյանը գալի Երևան ու այդ ժամանակ կար ագենստվա Pan-Armenian ֆոտոագենստվա ով որ շատ մեծ էքսկլյուզիվ բաներ ուներ իրավունքներ ուներ տենց հայտնի մարդկանց նկարելու ասեց Էդիկը ասեց դե Pan-ը ինչպես միշտ էքսկլյուզիվ է վերցրել բայց դու ձև չունես պետքա մենք շապիկ ստանանք ամսագրի որտեղ էսի շատ կարևոր է մեր համար մենք արդեն նյութ ունենք գրած շապիկ է մեզ պետք ասեցի լավ փորձեմ ու առաջին կետը հանդիպման դա аэропորտն է երբ որ
Կուստուրիցյան պետք է գա Երևան, մոտավորապես 2 ավտոբուս արդեն գնացել Կուստուրիցյանին դիմավորելու, որոնցից մեկը ես էի, ու շատ հետաքրքիր էր, որ ես ընդհանրապես չգիտեի ծրագիրը ինչ ա լինելու, եւ եկավ տենց շփումներ, տենց մարդկանց ստորագրություններ բան, ու ես տենց անդադար նկարում եմ, տենց ոնց որ են պապարացիներ, ինչ որ մարդն տեսնում, մի հատ ստեղից, մի հատ ընդեղից, մի հատ ընդեղից, ու այս պորտրետը, որ ես ունեցա, արդեն ասի, վсё, արդեն ես ունեմ, բայց քանի որ նյութ պետքա գրվի, նաեւ պետքա նյութի մեջի ֆոտոներ անել, գնացի Արտավազդի հետ կապնվեցի, ինքը հիմա Երևան ամսագրի խմբագիրն է, ասի Արտո դու գիտես էլի այս ամեն ինչը Երևան ժուրնալի մեջ ես մի հատ ինձ խնդրում եմ ասա ժամանակ ինքը ռուսականում էր, ասացի մի հատ ասա էլի ես մարդիկ ինչ են անում аэроպորտից հետո, ասում է դե սովորաբար իրան գնում են Փարաջանովի թանգարան, ասացի լավ, մի անգամից տաքսի նստեցի ու Փարաջանովի թանգարան, գնացի տեսա դե բաներ, ինչ որ անվտանգությունից մարդիկ կային բան, ես sense կամերաս ցույց տվեցի լուսանկարիչ եմ, լավ դու մտա սկսեցի նկարել էլի ներսը, էլի որոշ կադրեր ունեցա, հիմա ճշտում եմ մյուս կետը որն է, ասին գնալու է մեծո կլուբ երաժշտություն լսելու, ասի լավ դե գնամ ընդեղ էլ նկարեմ, գնացի ընդեղ մտա ինչ որ բաներ, ու երեկոյան բան նամակ եմ ստանում Պանարմենյան ագենստվայից Վահան Ստեփանյան, այդ օրը ես իր հետ առաջին անգամ ծանոթացա, չգիտեմ ոնց էր իմ մեյլը գտե, մեյլը էր թե Facebook-ով էր գրել, բա ինչ շնորհակալություն ասեց, որ դու տենց լավ գործ արեցիր, տենց զուգահեռ նկարում էիր բան, ասես բայց գոյություն ունեն էթիկաներ, որ պետք չի խախտել, այսինքն ես իմ խորհուրդը քեզ պետք չէր գնալ երեկոյան այդ երաժշտական հատվածը բանան, որտեղ ոնց որ մարդու հանգիստն է, ու այդ ժամանակ ես հասկացա, որ ինչ որ բաներ պետքա չխախտել, հա, օրենքներ կա, որ չպետք է խախտել, ու այդ ժամանակվանից ես հրավեր ստացա Պանարմենյանում ֆրիլանս աշխատելու, ես երբեք բան չեմ արել, այսինքն ինչ որ լուրեր չեմ գնացել նկարելու եւ այլն, բայց ասի դա ես կանեմ հատուկ ինչ որ պրոյեկտներ բաներ, կտամ դուք publish կանեք, եւ այդ ժամանակ մի հատ մրցույթ էր, որը որ Maroon 5-ն էր հայտարարել այդ մրցույթը եւ պորտրետներ էր, այդ ժամանակ դեռ այդ ֆոտոմրցույթ մասնակցելը իմ համար տենց նորություն էր էլի, ունեց ստացեց, որ ես այդ ֆոտոմրցույթում հաղթեցի առաջին տեղ ու մրցանակը իրանք ապահովում են տոմս, դու ոնց որ իրանք ընտրում են, թե ինչ երկիր ես ուզում, որ գնաս համերգը նկարելու, ու իմ համար այդ շատ տենց վաու բան էր, ու իրանց ագենտներից մեկը սկսեց ինձ գրել, ասեց դե Արթուր ջան, քեզ մոտիկ այդ ծրագիրը սենց է, քեզ մոտիկը Թուրքիան է, ու ես սենց սկսեցի դե ոնց որ ինչ Թուրքիա, բան, Եվրոպա պետք գնալ տեսնել ֆռալ, բան, ասեցի ճիշտն ասած տենց ու հենց տենց ապրիլ ամիսվա կողմերն էր, ասի դուք չգիտեք, ախր մենք Թուրքիայի հետ մեծ խնդիրներ ունենք եւ այլն, սկսեցի լացել մեյլերով, որ Թուրքիա չլինի։ Ու տենց ստացեց, որ ասեց, օքեյ, լավ, Բերլինն է, մյուսը, ասի ընտիրա։ Մի խոսքով տենց Տոմ Սարան իմ համար, ես գնացի Բերլին, ու շատ հետաքրքիր էր, որ այդ ընթացքում, ասենք ինչ-որ տարբեր համերգներ Երևանում նկարել եմ, նույնիսկ այդ ժամանակ Ջո Կոկերն էր եկել, այդ համերգին էլ եմ մտել ու շատ հետաքրքիր, որ ասեմ դռներ ա բացում, ես տենց անվճար մտա այդ համերգին, տենց մարդիկ ահագին գումարներ են տալի, ես անվճար մտա, համ վայելեցի համերգը, համ նկարեցի, բայց երևանյան համերգները ոնց է, ով ուզում է որտեղից ուզում է նկարում է։ Ստեղ գնացինք, միանգամից բան արեցին, հստակ պայմաններ։ Նկարում ես առաջին 3 բանը, երգը։ Երգից հետո բերում ես կամերատ հանձնում ես մեզ ու գնում ես վայելում ես համերգը։ Ասին ինչ կա քո պայուսակից, որ այդ ժամանակ քեզ անհրաժեշտ է, վերցրու ու գնա նկարելու։
Մի խոսքով ես վերցրեցի տարբեր օբյեկտիվներ ու տենց 3 երկա, այսինքն ընդհանուր տևությամբ 10-15 րոպե ունեմ նկարելու, սենց ձեռներս դողալու հանում եմ, ես եմ նկարում, բան։ Ու այս նյութը ուղարկեցի Pan Armenian, իրանք տենց էքսկլյուզիվ բանով տենց ներկայացրեցին։ Շատ բաներ, ոգևորիչ բաներ էլի ընթացքեր իմ համար այս որ առաջին պրիզն է, առաջին տենց մեծ քայլն է ֆոտոյի ասպարեզում ու էլի սկսեցի փորփրել ինչ որ քաղաքում ինչ որ տարբեր բաներ նկարել մի պրոյեկտ կա, հեսա ուզում եմ ձեզ ներկայացնեմ, էլի մի երկու հատ կար, տենց ասացի որ տենց շատ մանր բաներ բան չանեմ, բայց ամենահետաքրքիրը իմ համար մետրոն էր, հա, Գերմանիայում, Բերլինում մետրոն, որը որ ունի անվերջ կայարաններ ու ամենահետաքրքիրն է, որ Բերլինում մետրոն չունի այդ տուրնիկետները, այսինքն մարդիկ տենց ուղակի կարան մտնեն մետրո, բայց բնականաբար պետքա տոմս ունենաս, որտեվ եթե բռնեն ինչ որ տոմսի մի 50 պատիկը շտրաֆ է, ու ես սկսեցի նկարել մետրոյում էլի դե ոչ ամոթ, ոչ բան, հանում ես, նկարում ես բան, իհարկե դեպքեր եղան, որ տենց կոնֆլիկտային բաներ եղան, բայց հետաքրքիր էր ու ես ոնց որ սերիան սենց ներկայացեցի, որ այն պորտրետը, որտեղ որ նկարել եմ, նկարեցի նաև այդ մետրոյի կայարանը ու ոնց որ, չգիտեմ, ստեղ զում կարամ անեմ, թե չէ, հա, այսպես, իսկ երաշխիքն կարող խանգարում անջատեմ, չէ, օքեյ, ու այսպես տենց ամեն մի մարդուն տենց իրա կայարանում բան արեցի ու շատ հետաքրքիր կերպարներ էին, որ Բերլինում տես տեսնում ես այդ մետրոյում, տենց մանավանդ ուրբաթ օրը, այն որ տենց չէ, գործից հետո չէ, մարդիկ տենց զուգված, արդարաված, ինչ որ փարթիներ են գնում ու ասենք առաջին այս նկարում, որ տեսնում եք, ես մարդը, որ նկարագրեմ ոնց էր, ինքը պրոստը այս շիշը տենց բռնած մի քանի տենց րոպե կանգնած էր։ Ինքը կամ քնած էր այդ ժամանակ, կամ ինչ-որ բան, ու տենց շատ հետաքրքիր կադրեր ստացվեց այդ ես եթե չեմ սխալվում 4 օր էի այնտեղ, այդ 4 օրվա ընթացքում շատ հետաքրքիր կերպարների բռնացրեցի, տենց շատ գույնային ինչ որ մարդկանց շորերով Մի հարցելի։ Ահա, իհարկե։ Մետրոն չեն խոսում ձեր վրա նկարել։ Չէ, մետրոն չի խոսում։ Այսինքն Հայաստանում այդ խոսում են նրա համար, որտեղ ինքը բանա, բոմբոբեժիշա է Երևանի համար, իսկ այնտեղ չէ, խոսացողները զուտ մարդիկ, երբ որ ինչ-որ մեկին նկարում ես, ինքը չի ուզում, զուտ էտա, որ տենց բանա, ու այս վերջին կադրը, որ ես ցույց տամ, հեսա տեսնեք, այ այնց տենց բողոքող մարդ բաներ, տենց որ ինքը տենց բան արեց, ասեց տենց գերմաներ են իհարկե չհասկացա, դա բնականաբար մի նկարի, բայց ինքը նենց ահավոր բան տեսք ուներ, տենց ջղային տեսք ուներ, որ ես ասի եթե ինչ-որ մի բան շարունակեմ, կարող է ինչ-որ մի բան տա գլխից, դեմ ասի օքեյ, տենց բան արեցի։ Շատ անգամ լինում է նաև, որ ասում են ջնջի նկարը, դե ջնջում ես, դե իհարկե կան ձևեր, որ կարելի է վերականգնել, հա, դե այդ ժամանակ չես մտածում, որ մարդու իրավունքների խախտում ես անում, կարա ինքը տենց, եթե ինչ-որ միտեղ տպագրվի, չես թույլտվություն հարցրել եւ այլ նկարախնդիրներ լինի, իհարկե ես խնդիրներ երբեք չեմ ունեցել այս ընթացքում ու այն կարևոր նկարանումներ, երբ որ արվում է, տես թղթեր կան, որ տալիս ես մարդիկ ստորագրում են, որ իրանք թույլ են տալիս բան, բայց փողոցային ֆոտոն այդ բանը չունի էլի, մի տեսակ տես չգիտեմ, շատ մարդիկ հաճք են փակում դրա վրա եւ այս սերիան էլ մի քանի տես մրցույթների ուղարկեցի, իհարկե ոչ մի բան պրիզ չունեցա, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր էր ունենալը եւ առաջին հարսանիքը ինչ անել, որպեսզի գումար աշխատել ես մի օրենք իմ մեջ մշակեցի, որ ես պետքա նկարեմ հարսանիք, բայց ես չպետք է նկարեմ, այդ ժամանակ 2011 թիվ հարսանիքն է, ես որ պատկերացնեմ ոնց էր։
հարսանիքի ֆոտոյի բյուջեն 30,000 դրամներ, շատ անգամ մարդիկ եւ նկարում էին ֆոտո եւ վիդեո, այսինքն այդ մշակույթն էր Հայաստանում եւ երբ որ գնայր տարբեր պարկեր, կտեսնեիր ամեն ծառի մոտ մի հարսանիք են նկարում։ Ես ինձ տենց օրենք մշակեցի, որ ես նկարելու եմ թանկ եւ ես նկարելու եմ ավելի արտ ոճի, այլ ոչ ոնց որ նկարում են եւ ես նկարում եմ մենակ ֆոտո։ Առաջին հարսանիքը, որը որ ես նկարեցի, դա իմ ընկերների հարսանիքն էր, ում որ ես տենց գումար չվերցեցի, ասացի, որ ես տենց իմ կողմից նվեր եմ անում ձեզ, բայց մեծ շատ բան չսպասեք։ Ունեի ընկեր իմ հետ, ով որ հիմա Հայաստանում չի ապրում, ու ինքը իմ առաջին խմբի ուսանողներից էր, ինքը որպես ինձ եկավ ասիստենտ եւ գնացինք նկարելու հարսանիքը, շատ հետարքիր էմոցիաներ վերցեցի այդ ժամանակ, որտեվ տենց պետքա սկզբից նկարեի փեսային, հետո սկսեցի նկարել հարսին, հետո այդ վիճակը, չգիտես ինչա կատարում, կյանքում հարսանիքի չեմ մասնակցել, չգիտեմ ինչա տեղի ունենում եւ այլն, ու իմ բախտը բերեց, որ ոնց որ եկեղեցուց հետո պետքա գնայինք իրանց անձնական դաչան, այսինքն մենք ստեղ ոչ մի բան չունենք, թե ուր պետքա գնանք ֆոտոսեսիան անելու, հա, դե ինչպես գիտեք, եկեղեցուց հետո հիմնականում գնում են ֆոտոսեսիա անելու այդ ռեստորանի եւ բանի արանքում։ Իրանց դաչանը շատ սիրուն, տենց գնացինք, սիրուն ֆոտոներ արեցի։ Եվ առաջին հանդիպումը հաճախորդի հետ։ Դեռ այս հարսանիքը չեմ նկարել, բայց տենց հաճախորդ եմ հիմա բանանում, կանչել եմ ու այդ աղջիկը ինձ պատմում է, ցույց է տալի նենց ֆոտոներ, որ ես տենց ասում եմ, ես հենց էս եմ ուզում անեմ Հայաստանում, ասեց, օքեյ, ասեց, իսկ ինչ կարժենա հարսանիքի նկարելը, ասի, սենց մատը սենց հետևս խաչեց, ասի 200,000 դրամ, 30,000 էր բյուջեն այդ ժամանակ, ինքը տենց բանեց, ասեց, օքեյ, ես համաձայն եմ, ու ես մտածեցի, որ ինքը համաձայն է, ուրեմն շատերը կհամաձայնվեն այդ գումարին, այդ հարսանիքը նկարեցի, ես նկարեցի եւս մի 4 հարսանիք ու դրեցի Facebook։ Facebook-ը ինչ եղավ, տրակեց։ Մարդիկ պատրաստ չէին նման ֆոտոների, այսինքն Հայաստանում այդ ոճը չկար։ Եվ սկսեցին ինձ շատ մարդիկ գրել այն առումով, որ մենք ուզում ենք այս ֆոտոներից հետո ամուսնանանք։ Ասի հարց չկա, գիտեք, տեղս արժեքն էլ այսքան է։ Եվ 2011-ից, 2011-ին, եթե չեմ սխալվում, ինչ որ 5 հարսանիք նկարեցի, 2012-ին մոտավորապես երևի մի 15, եւ 2015, 16, 17 թվերը իմ համար այդտեն փող աշխատելու տարիներն էր։ Ես տարվա մեջ նկարում էի 60 հարսանիք։ Ու եթե վերցնենք սեզոնը սկսվում է հունիսից մինչև սեպտեմբերի վերջ, այսինքն 4 ամիս այն ժամանակներ, որ դու պետքա ամեն ինչ անես, որ այդ գումարը աշխատես, որ մնացած տարիների համար, ամիսների համար քեզ հերիքի։ Այս մի գիրքը պետքա բերեի, բայց մեքենայից մեջ մնաց, այս էլ է շատ հատարքի բան։ Մի խոսքով իմ ֆինանսական մոդելը ֆոտոյի բանից եղել է հարսանիքները, ամսագրերը այդքան շատ գումար չեն բերել այդ ժամանակ, ամսագրերը զուտ հաճույքի համար էր, որ դու նկարում էիր, տպագրվում էիր ու քեզ այդ ոնց որ ավելի դուխ էր տալիս շարունակելու ինչ որ հետարքիր բան անելու։ Եվ 2011-12-ից ես սկսեցի նաև աշխատել Երևան ամսագրի հետ։ Երբ որ մի քանի թեմաներ նկարեցի, ինձ բան արեցին, հասցին, որ ես ես կպատմեմ, բայց հետո որ վերջացնենք, մեքենաս մեկ այդքան հեռու չգնամ, այդ գիրքը կբերեմ, կուզեմ որ դուք նայեք, էլի, որտեղ ինքը Երևան գայդն էր 2011 թվականին եւ ինձ Էդուարդո, որ RBA-ում խմբագիրներ, ինձ ասեց Արտուր, այս գիրքը քեզ եմ տալիս։
դու պետքա 2 ամսվա ընթացքում մեզ բերես մոտավորապես 250 տեղից նկար։ Ու այդ ցուցակը սկսեցինք գրել։ Ցավոք այդ ցուցակից շատ տեղեր կա, որ արդեն Երևանում չկա, բայց դրանց այդ ցուցակում դրանք հյուրանոցներն էին, ժամանցի վայրերն էին, ու ես պետքա ամեն մի տեղ ցույց տայի յուրահատուկ ձևով, որ տուրիստը բացեր այդ գիրքը, ուզենար այդ տեղը գնար։ Ու այդ 2 ամիսը ես, չգիտեմ, sense մի հատ ճղճղված թուղթեր արդեն եղել, sense անունները վրան գրած, sense բան ենք անում, ցիցկան գնաց, էս է նկարեցինք ու շատ սիրուն գիրք դուս եկավ, շատ ափսոս ինքը քիչ տպականակ եղավ, ինչ որ 3000 հատ, ու հետո բան չարեցին, էլի չտպագրեցին, բայց օրինակի համար դա պակասում է հիմա Երևանում, որ նման տիպի գիրք տուրիստների համար, որտեվ հասկանում եմ հիմա Instagram կա, բոլորը մտնում են նայում են ուր գնալ, բայց այդ գիրքը տենց 2 հատոր էր ինքը, մեկը կլասիկ բաներ, շատ տեքստերով, նկարներով, իսկ այն ինչ որ ես արեցի, դա մենակ բաներ, քառակուսի նկար ու փոքրիկ տեքստ, շատ հետաքրքիր տեքստ ու տեքստը գրել էր հենց Էդիկը, ամեն տեղի տեքստը որ կարդում էր, ուզում էր այդ տեղը գնայր։ Ու այդ գիրքը տենց ոնց որ իմ համար շատ բան էր, էլի մի հատ տենց թռիչք էր, որ կարելի է գիրք արդեն ունենալ։ Այդ գիրքը էլեկտրոնային տարբերակ կա։ Ցավոք չկա, չգիտեմ, կարելի է երևի թե ինչ որ խնդրել իրանք բան անեն։ Ցավոք չկա, բայց ինքը ես կբերեմ մեքենայից մեջ եմ, հատ կնայեք, բայց չգիտեմ, որ նայում եմ հիմա, տենց մեծ բան է, որ շատ տեղերը արդեն փակվել են բանն արել, բայց չէ, էլեկտրոնային տարբերակ չկա, ցավոք։ Եվ 2012 թվին շատ կարևոր իրադարձություն իմ մոտ եղավ ֆոտոյում, որ ես դոկումենտալ ֆոտոյի բանում շատ մեծ մրցանակ ունեցա, դա ուրեմն հիմա կարող է այդ բառը վատ հնչի, բայց Սորոսի հիմնադրամից դոկումենտալ ֆոտոյի բան էին արել, մրցույթ են հայտարարել ու ամեն տարի դա լինում էր եւ ես ներկայացեցի սողանքային գոտիները Հայաստանում։ Միջև այդ ես նկարել էի այդ պրոյեկտը, որտեվ իմ համար շատ հետաքրքիր էր դոկումենտալ ֆոտոյի մեջ մտնելը ու ընտրեցի այդ ուղղությունը, նկարել էի ուրեմն Իջևանի մոտ կա մի գյուղ, հիմա անունը դժվար հիշեմ, բայց գնացել եմ այնտեղ, գիտեի, որ սողանքներ կա, գնացի սկսեցի նկարել։ Ու այդ ուղարկեցի ֆոտոները այդ բանը, հիմնադրամ, ու այդ որ ասեցի, չգիտեմ, ում էի ասում, որ չպետք է սպասել մրցույթի բանին։ Ընդհանրապես չէի սպասում, որ ես կարամ ինչ-որ բան ունենամ, արդյունք ունենամ, որտեվ Maroon 5-ի այդ մրցույթը այդքան տենց լուրջ բան չէր, մրցույթ չէր, բայց ես մեկ է նամակ եմ ստանում, որ ես ընտրվել եմ առաջին այդ short list-ին ու խնդրում եմ այս ինֆորմացիայի ոչ մեկի հետ չկիսվեք, շուտով մենք կհայտարարենք on-line բաներին, ֆինալիստներին Եվ ինձ ընտրեցին այդ բանում, այդ շրջանակում, որպես Հայաստանից ֆոտոգրաֆ, եւ իմ հետ եւս Իննա Մխիթարյաններ, ես ու Իննան էր Հայաստանից հաղթողները 2012 թիվ։ Ինչ էր ծրագիրը։ Ծրագիրը շատ հանրահայտ ֆոտոգրաֆների հետ դասընթացներ ու այդ ֆոտոգրաֆներից մեկը լինում է քո մենտորը եւ դու այդ պրոյեկտը պետքա շարունակես այնպես որ դու անես ցուցահանդես 2012-ին այդ որ Maroon 5 ուզում էր Թուրքիա ուղարկել չհամաձայնվեցի բայց ինչ անեի առաջին հանդիպումը Ստամբուլում էր այդ դասընթացների Եվ այնտեղ ես ծանոթացա երկու շատ
հիանալի ֆոտոգրաֆների հետ Յուրի Կոզերև, կարող ուղղակի ձեզ այդքան հայտնի չլինի, Յուրի Կոզերևը պատերազմի լուսանկարիչ է ու բոլոր այն կետերը որտեղ որ բուռն պատերազմներ են Աֆղանստանից բռնած տարբեր կետերում ինքը նկարում է ու հենց բաներ է պատմել այդ դասընթացների ժամանակ, որ լուսանկարիչներին գողանալ եւ այլն, եւ Տոմաս Դվորժիկ, ով Magnum Photo-ի այդ 63 լուսանկարիչներից մեկն է, Magnum агентствայի, այդ երկուսը ինձ դաս են տվել ու շատ հետաքրքիր տարի էր այդ 2012-ը, մենք հավաքվեցինք Ստամբուլում, կար նաև լուսանկարիչ տարբեր տեղերից, Վրաստանից կային, մեր այս կողքի հարևան պետություններից եւ երկու փուլով էր Ստամբուլ, գնում ես կես տարի նկարում ես, Թիֆլիսում հանդիպում ենք բան ենք անում, մի հատ ամփոփում ենք ու ցուցահանդեսի ենք պատրաստվում։ Այդ ընթացքում ես գնացի Ստամբուլ, Երևան ժուրնալի հետ, ասեցի, Էդիկ պետք է մի բան անել, էլի, մի հատ ինչ-որ նյութ է պետք սարքել, ասեց, արի Ստամբուլում շատ հայտնի հայ մարդիկ կան, ում մասին ես կուզենամ գրեմ, ինձ մի ցուցակ տվեց, ասեց գնա գթի իրանց, ես ոչ մի կոնտակտ չունեմ։ Ինչ-որ մի տեղից, չեմ էլ հիշում որտեղից, մի հայ տղայի գտա, ասեցի նշան անունը, ասեցի նշան ջան, այս ցուցակով մարդիկ ինձ պետք են Ստամբուլում, որից ամենահայտնին Արա Գյուլերն է։ Պետքա այդ մարդկանց ես պորտրետներ նկարեմ, որպեսզի նյութ հանեն։ Նշանը ցենց ասեց, խնդիր չկա, փորձենք գտնել։ Ասի դե առաջին մարդը որ կուզեմ նկարեմ, դա Արան է։ Ասեց, Արային հեշտ է գտնել, Արա կաֆե ունի, կարան գնանք, այդ Իստիկլալ բաններ փողոցի վրա, միշտ ինքը ընդեղ է։ Ասեցի լավ։ Շատ հետաքրքիր պատմություն էր, գնացի, ուրեմն նստեցի սրճարանում ու տեսա ասենց այս փայտով ինքը ինչ որ տարբեր մի 6 հոգու հետ շփվում է։ Ինձ տեսավ զգաց, որ ես իրան անընդհատ նայում եմ, կանչեց ինձ, ասեց արի։ Գնացի, ասեց դու ով ես։ Ասի ես Երևանից լուսանկարիչ եմ, եկել եմ այս ծրագրով ու այս ամսագրի համար ես ուզում եմ քեզ նկարեմ։ Սկսեց ծիծաղել։ Սաղին ես եմ նկարում, դու ես եկել ինձ նկարել։ Ինչի համար ես ում եմ պետք, բա։ Մի խոսքով շատ հետաքրքիր պատմություն պատմեց, որ Դալին նկարելու համար Դալին $15,000 գումար ա ուզել, որ Արան վճարի Դալին 5 րոպե ընդամենը նկարելու համար, ասի իսկ վճարեցիք։ Չէ, մենք հայերս ծանոթ գտանք, նկարեցի։ Ու Արա կաֆեի հենց անմիջապես հարևանությամբ իր տունն էր, չգիտեմ, 3-րդ թե 4-րդ հարկում, ու տարավ մուտքը ցույց տվեց, որ այդ Դալիի նկարը, այդ որ sense մի հատ, չգիտեմ, ով է տեսել, sense մի հատ փռված նկար ունի, այդ sense ամբողջ sense պատի մի 4 մետրանոց տպած կպցրած էր։ Մի խոսքով նկարեցի իրան, ցույց տվեցի, ինքը շատ հավանեց իր պորտրետը, ու sense ասի պետքա տպեմ այս նկարը, որպեսզի ինքը ստորագրի։ Ինչ որ տեղ գտա տպեցի բան եւ հիմա նշանին բզում եմ, դա այդ ընթացքում գնացի մյուսներին էլ նկարեցի, հայտնի բոքսեր կար, իրան նկարեցի, հայտնի ինչ որ փականագործ կար, իրան նկարեցի, բոլորը հայ, հենց նյութի նպատակը դա էր, որ հայ ճանաչված մարդիկ, ովքեր որ Ստամբուլում ինչ որ բան են փոխել, եղանակ են ստեղծել, էլի։ Տպեցի ու հիմա զանգել ենք, որպեսի գնամ ստորագրի, շաբաթ օր էր։ Իր ասիստենտի համար ունեի։ Ինքն էլ անգլերեն չէր խոսում, մենակ թուրքերեն, նշանին ասի զանգի։ Նշանը զանգեց, ինչ որ խոսում է, ինչ որ թուրքերեն, բան չեմ հասկանում, ասեց Արթուր ջան, ասեցին 2 շաբթի պետքա գաս բան, կաֆե, որ ստորագրի։ Ասի, բայց ես Կիրակի հետ եմ գնում, անհնար է, հետ զանգի։ Զանգեց, ասեց, ես էլ բացի նկարից նաև գիրք եմ առել, որ գրքի մեջ էլ ստորագրի,
Համաձայնվեցին, ասին ես իմ որտեղ, ոչին որ հյուրանոցում Արան նստած չայ է խմում, կարած գաս ստեղ ստորագրի։ Մի խոսքով տաքսի վերցեցինք, գնացինք, ու ստեղ ես առաջին անգամ 2012 թվականում լսեցի Լեյկայի մասին։ Ոնց եղավ, ուրեմն ստորագրեց, ինչ որ նկարներ, ձուկ, մուկ, ծիտիկ, միտիկ, ու վերևը ինչ որ բառ է գրել։ Ասում ես ինչ ես գրել։ Լայգա։ Ասում հայ լայգան ո՞րն է։ Հայ տղա լայգա կամերա, լայգա, ասի լավ։ Ու այդ ժամանակվանից ինձ Լեյկան սկսեց հետաքրքրել, ինչ է։ Ու սկսեցի ուսումնասիրել, հասկացա, որ լեգենդար ապարատ ասա, որ բոլոր այն հայտնի լուսանկարիչները Անդրե Կարտիե-Բրեսոն եւ այլն նկարել են Լեյկայով։ Դե բնականաբար այդ ժամանակ ոչ մի ինչ որ ֆինանսական եւ այլն հնարավորություն չկար, ու տենց ինքը մնաց ոնց որ իմ մտքերում։ Եվ 2015 թվականին շատ հետաքրքիր մի իրադարձություն եղավ, արդեն հարսանեկան բանում, առաջին անգամ ինձ կանչեցին Հայաստանից դուրս նկարելու։ Ֆրանսիա, Փարիզ, որը որ 2015 թվականին ոչ թե մի անգամ, այլ երկու անգամ կանչեցին։ 14 թվականին մի հարսանիք եմ նկարում, որտեղ որ հյուրեր են լինում դրսից, նայում են այդ հարսանիքի նկարները հետո ու այս 2014 թվականի զույգին ինձ գրում է Արտուր, իմ ընկերուհիները հետաքրքրված են քեզանով, որ դու գնաս նկարես։ Ինչ Հայաստանից դուրս ոչ մեկ չի գնացել նկարելու, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, ու այդ ժամանակ ասեցի, օքեյ։ Ինչ որ գումար պայմանավորվեցինք, ինչ որ շատ չնչին, որ գործը ստացվեր։ Եվ ես այդ ժամանակ նաև ոնց որ թիմս ձևավորվել էր, նկարում էինք եւ վիդեո էինք նկարում։ Ասացի դե իմ կողմից ես վիդեոգրաֆել կբերեմ, որ տենց նկարենք, ցույց տանք բանը, եւ այլն, մի խոսքով ես ու իմ թիմից Տիգրանը նստեցինք թռանք Փարիզ։ Թռանք Փարիզ ունենց էր, որ հասնում ենք Փարիզ ժամը ինչ որ 11-ին, հարսանիքը սկսվում է ժամը 3:30։ Ասինք էտա ուրեմն 11-ին կհասնենք, գնանք check-in կլինենք, հետո կգնանք հարսանիքի։ Մի խոսքով մեր բագաժը կորում է, բայց բախտի բերմամբ այդ սաղ կարևոր բաները, ֆոտոն եւ այլն մեր հետ է կամերաները։ Մի խոսքով տենց ժամը 12:30-1-ը դուս ենք գալիս, հազիվ հասնում ենք սենց ու մեսեջ ենք ստանում զույգից, ոնց որ 3:25 ասում է Ժորժ ջան, ուր եք դուք։ Մեր հարսանիքը 5 րոպեից սկսում, ասում ենք 10 րոպեից մենք այդտեղ ենք։ Մի խոսքով գնացինք այդ առաջինը, տենց մտանք սենց եկեղեցում սաղ, սենց կանգնած, մեզ են սպասում, սենց ամոթ վիճակ է, սենց մտանք։ Սենց մի անգամից սումկան սենց գցեցինք, կամերան վերցեցինք, մենք պատրաստ ենք ու սկսեցինք նկարել։ Ու այդ հյուրերի մեջ նաև մյուս հարսանիքի զույգներ, սենց գրխով միած սենց բարևեցին ինձ, սենց մի քիչ թուղթ տվեցին ինձ։ Եվ նույն այս զույգը ընդհանրապես հետաքրքիր էր, որ հայ չկար։ Ռուս աղջիկը ամուսնանում էր ֆրանսիացու հետ։ Մյուսը գոնե հայ էր։ Կարելի էր այնպես ինչ որ բաներ ադատներից ինչ որ բաներ իմանալ ոնց է ընթացք անցնելու եւ Վիչենցա քաղաքում նկարեցի այս հարսանիքը ու այս պերիոդը, այդ որ ասում 2015, 16, 17 շատ բուրըն տարիներ էր ու մինչև 2020 թիվ կարելի ասել ինչ որ հետաքրքիր ոչ մի բան տեղի չի ունեցել, զուտ աշխատել, ինչ որ արդեն գնում էինք շատ արտասահման ավելի Իտալիայի կողմերին գնում, Կոմո կղզի, այդ ժամանակ որ նկարեցի, ինչ արեցի, սկսեցի բոլոր Իտալիայում բոլոր event planner-ներին գրել, որ ես SS Mart-ն եմ, ես լուսանկարիչ եմ, այս իմ պորտֆոլիոն է, եթե ձեզ հետաքրքրի, կարանք աշխատենք։ Այդ ընթացքում մի հայ շատ հայտնի event planner Կոմոյում, Անաստասիա Ասլանյան, ինձ գրում է, ասում է, որ գալիս է Հայաստան, ինչ որ event բան անելու, իր երեխեքի կնունքն է, ասեց, ուզում եմ, որ դու նկարես, եթե դու չհամաձայնվես, չէ Ռուսաստանից պետքա ֆոտոգրաֆ բերեմ, ասի չէ, կնկարեմ, տեսնելով որակը
ինքը սկսեց իմ հետ աշխատել անընդհատ ու ես երևի մի 10 անգամ Կոմո կղզի եմ գնացել նկարելու ու շատ դռներ բացվեց Անաստասիայի միջոցով, այնտեղ ծանոթացա այլ event planner-ների հետ ու ասենք օրինակ բացի Իտալիայից նաև սկսեցին նկարել նաև Ամերիկայում հարսանիքներ ու 2018-ին եւս մի մրցույթ Lens Culture բաններ ֆոտո մրցույթներ, որը որ ես որպես ֆինալիստ դառա, լուսանկարը արել եմ Լոս Անջելեսում ու այս ամենահայտնի բանն է իկոնիկ տեղ է էլի Լոսում, որը որ Venice Beach-ա կոչվում, Venice Beach-ի skate park-ը ու շատ sense հետարքիր ֆոտո ստացա, այս ուղարկեցի մրցույթի եւ 2019 թվականին ինձ խնդրեցին ես թույլտվություն տամ, որպեսզի 19 թվին երբ որ հայտարարում էին մրցույթ Lens Culture-ի, այս ֆոտոն օգտագործեն որպես պոստեր։ Մտել ինչ որ մի էլի հետարքիր բան։ Եվ 2020 թիվ 2020 թիվը շատ բան փոխվեց բոլորիս կյանքում եւ 2020-ին երկու ուղղություն ոնց որ իմ մոտ եւ վատ ուղղությունը, որը որ գիտեք պատերազմն էր, կոവിഡ്ն էր ու այդ ընթացքում ես մի միտք եմ մտածում, որը որ դե հարսանիքներից արդեն հոգնած էլ արդեն ինձ հետաքրքիր չի մի պրոյեկտ, որը որ ես անում էի չգիտեմ, երևի տեղյակ եք Lumen Coffee-ի բանով անում էինք crowdfunding, որպեսզի պրոյեկտը բացենք, որտեղ COVID էր, ոչ մեկից ձեռը գումար չկար, որոշեցինք այդ ուղղությամբ պրոյեկտը զարգացնենք ու crowdfunding-ը երբ որ սկսեց իջնել արդեն է, որ տենց արդեն 2 ամիսա մենք բան ենք անում Facebook-ով փող ենք հավաքում, կոֆե ենք ծախում, բայց ոչ մի բան չունենք, ոչ տեղ ունենք, ոչ մի բան։ Ոնց որ ամբողջ գաղափարն էր, որ մարդիկ առնեն սուրճ, հիմա գումար տան, մենք իրանց տանք ինչ որ բաներ, կոդեր, հետո երբ որ սրճարանը բացվի, իրանք գան օգտվեն։ Երբ որ սկսեց իջնել բանը, հետաքրքրությունը, ես սկսեցի իմ արդեն ֆոտոգրաֆի բաները բզբզալ։ Ասի, օքեյ, ուրեմն անում եմ ֆոտոսեսիաներ, անում եմ սև ու սպիտակ, անում եմ ընտանեկան ֆոտոշութեր եւ արժիքը 25000 դրամ եւ նվիրում եմ 50 բաժակ սուրճ։ Պոստերը ընկերոջս կանչում եմ, ով որ իմ ասիստենտն էր, որ ասի հարսանիքը նկար, իր ընտանիքին նկարում եմ, պոստեր եմ սարքում դնում եմ եւ 2020-ի սեպտեմբերի 26-ին այդ բանն էր 26-ին այդ իվենտն էր, որ պետք է գան մարդիկ նկարվեն 26 ընտանիք, թե 25 ընտանիք եկավ այդ օրը նկարվեց եւ նկարները ընդհանրապես ու մյուս օրը սկսեց պատերազմը ընդհանրապես ֆոտոներ չեմ նայել, չեմ հասկացել ինչա կատարվում, բայց որոշ ժամանակ հետո ասացի պետք է այդ ֆոտոները մարդկանց հանձնեմ, ամոթա մարդիկ եկան, վճարեցին, հասկանում են, որ պատերազմա բան, բայց ոնց որ մի հատ ուրախություն ուղարկեմ էլի իրանց ֆոտոները երբ որ սկսեցի մշակել, հասկացա, որ շատ ինչ որ ֆանտաստիկ բան է այստեղ այս պրոյեկտի մեջ երևում ու 2020-ի դեկտեմբերի 4-ից ես սկսեցի անել Lumen Moments in պրոյեկտը Այս այնա, որը որ հիմա իմ սրտի պրոյեկտն է, ես ոչ մի էլ կոմերցիոն բան ինձ չի հետաքրքրում։ Սա եւ կոմերցիոն է եւ իմ սրտի պրոյեկտն է, որ ես անում եմ ու անում եմ արդեն 5.5 տարի։ Եթե մարդիկ տեղյակ չեն, դա սեոսպիտակ ֆոտոներ են, ընտանեկան, երբ որ մարդիկ գալիս են ու երբ որ ես մարդկանց ասում եմ, ընդհանրապես նկարում եմ 20 րոպե, մարդիկ զարմանում են, բայց 20 րոպե ինչ ենք հասցնելու անենք։ Եվ վերջում, երբ որ ստանում են այդ 20 րոպեվա արդյունքը, ուղղակի իրանք բան են անում, sense wow էֆեկտ է իրանց մոտ։
Wow էֆեկտներից մեկն է, ես նկարում եմ եւ Երևանում եւ Լոս Անջելեսում։ Wow էֆեկտներից մեկն է, որ մարդիկ գիտեն, որ իրանք ստանալու են 25-ից 30 հատ լուսանկար, բայց իրանք ստանում են 80-ից ավել։ Այդ մի գաղտնիքներից մեկն է, որը որ պրոյեկտը ստացվում է։ Գաղտնիքներից երկրորդը այն է, որ գիտեն, որ գալիս են պրոստը նկարվելու, մարդիկ գալիս են տխուր, շատ ընտանիք կռված, որովհետև չգիտեն ինչ շոր հագնեն, ուշանում են եւ այլն, գալիս են դուս են գալիս են զվարթ, որովհետև ես մի հատ այնց ատմոսֆերա եմ ստեղծում, որ մարդիկ ուղակի sense, չգիտեմ, չեն ուզում դուրս գան այդ ընթացքում, ասում գնացեք արդեն ուրիշները պետք է մտնեն։ Այն պապաները, որ ասում են ես երեխեքին բերել եմ ուղակի նկարելու, ինձ պետք է 30 վայրկյան, որ ես ինչ ասեմ, իրանք անեն։ Այդ, չգիտեմ, sense տարիների փորձն է, որ ես կարողացել եմ այդ ստանամ։ Մի անգամ ընդամենը մեկին չեմ կարողացել համոզեմ նկարելու։ Ուրեմն զույգ է եկել է, աղջիկը հղի, շան հետ, ու sense սեզոն էր ցրտի, եկել է sense կուրտկայով կանգնել է։ Ասեմ sense հանի արի գրկի բան։ Չէ, էլի ախպեր ջան, չէ, ես թող ինքը նկարվի իր շան հետ բան։ Իմ երեխու հետ, բայց իր շան հետ, բան, ես չեմ ուզում նկարեմ։ Ասեցի չէ, այստեղ ով գալիս է, պետք է նկարվի։ Տենց հանեց կուրտկան, եկավ sense գրկեց մի հատիկ ֆոտո արեցի, թողեց փախավ։ Ասես ինչ ա եղել այս մարդը, խիա sense։ Ասում է երեկել էինք գնացել ֆոտոսեսիայի, ասում է ֆոտոգրաֆը նենց օրը գցեց մեզ, ինձ ասեց էլ կյանքում ես չեմ նկարվելու քո հետ։ Այդ միակ դեպքն է եղել, որ ես չեմ կարողացել համոզեմ։ Եվ այս ընթացքում ես արել եմ մոտավորապես 8000 հատ ֆոտոշուտ։ Ամեն ֆոտոշուտը իմ համար sense մի հատ յուրահատուկ 20 րոպե է, որ ես մարդկանց sense հանդիպում ենք, իրանց հետ շփվում եմ, ես ճանաչում եմ ու ամբողջ գաղափարը նրանում է, որ պետքա գալ ամեն տարի նկարվել։ Տենց բան եմ, էլի, գցել եմ կրակը մարդկանց։ Բայց դա ստիպողաբար չի, ես չեմ ստիպում, որ ամեն անգամ պիտի գա նկարվեն։ Բայց ընտանիք կա 12 անգամ արդեն նկարվել է։ Չի սպասել իր տարին լրանա։ Կես տարին մեկի, սկզբից ամեն ամիս գալիս էր նկարվելու, փոքր երեխա ուներ, ոնց որ եկավ հղի ժամանակ, հետո եկավ մի ամս եկան 2-3, հետո տենց 6, 12, տեղափոխվել են հիմա Գերմանիա ապրելու, երբ գալիս են Երևան, նախապես գրանցվում է գալիս է։ Ու նաև Լոս Անջելեսում դրեցի ֆոտոշուտ, 100 ֆոտոշուտ 2 օրում սպառվեց, մի անգամից գրանցվեցին։ Ու այս այն է, որ ես հիմա ուզում եմ անեմ, չգիտեմ ինչքան եմ անելու, ես ուզում եմ շատ երկար անեմ, որովհետև երբ որ նկարները իրար կողք ես դնում տարիների ընթացքում, մի հատ շատ հետաքրքիր բան է դառնում, մարդիկ կարան գիրք ունենան, ընտանեկան գիրք ունենան ու իրոք sense նայում ես փշաքաղվելու բան է։ Մի խոսքով 2022 ու ես ստանում եմ իմ առաջին լեյկան նվեր։ Նվիրում է կինս Անժելան։ Ու ես տենց իմ համար շատ յուրահատուկ նվեր էր սա, որովհետև իմ մտքում կար այս կամերան, բայց երբեք տենց ոնց որ այնպես չի որ ինքը իմ համար հասանելի չէր, բայց ինչ որ երբեք չէի մտածում, հա ոնց որ ուզում էի, հա ասենց այսօր վաղը ու ստանում եմ այս կամերան ու ինքը դառնում է անփոխարինելի ընկեր։ Ինքը շատ հարմար է, որտեվ փոքր է, որտեվ մեծ կամերան երբեք ոչ միտեղ չես կարողանում օգտագործես, ասենք travel-ի ժամանակ կամ բան, սուտ է, որ կարաս քո մեծ Canon-ը գցես վզիցը սաղորը քայլես։ Կամ գնաս ինչ որ միտեղ հանես, նկարես, էլի դնես բան։ Իսկ լեյկան դա փոքր, հարմար ու ինչն է իր երկու բան կա, որ ինձ շատ դուր է գալիս։ Մեկը որ ինքը manual focus է, որ չես կանում, հետո sense բան, պետք է sense մտածես, մի հատ sense բռնես, երբ որ բանը բռնում ես, իր տակ այդ կլորակով ֆոկուսը բռնում ես, sense գիծա, որ պետք է sense բռնացնես, այդ ընթացքում մի հատ կոմպոզիցիան ես, ստուգում բան, որ նկարում ես։
Եվ երկրորդը այս մոդելի M9 մոդելը դա CCD մատրիցա է, ոչ CMOS, CMOS չգիտեմ ոնց է բան, որը որ ինքը շատ գույնային տեսանկյունից շատ տարբեր աշխարհը։ Այո, առանձին է տալիս, ինքը ունի իր մինուսները, որովհետև 400 ISO-ից encom արդեն անենց շումակցում, որ բան չի, չես կարա օգտագործես, եւ ինքը նկարը դժվար обработка անում։ Բայց զուգահեռ նաև նկարում եմ պլյոնկայով, M6-ով, սա տենց ոնց որ այս ֆոտոն դրել եմ որպես մեկը իմ կամերանա, մեկը ընկերոջս մյուսի, որը որ տենց այդ լեյկան տենց մի հատ կլուբ է դառնում, էլի, ոնց որ տենց դու կլուբի անդամ ես լինում ու չգիտեմ, ինքը շատ յուրահատուկ ոնց որ զարդ է լինում որպես լուսանկարիչ քո պայուսակում, քո կյանքում, դրա համար եթե ինչ-որ մարդիկ կան, ովքեր որ մտածում են արժի թե չարժի, ասում եմ արժի, ճիշտ է, ինքը թանկ հաճիկ է, բայց կարելի է, ասենք, սկսել, թեկուզ ասենք, ֆիլմով նկարել, որը որ այդքան շատ բան չի, կարելի է մոտապես մի eBay-ից լավ հարմար տարբերակ գտնել, ես նկարում եմ և ֆիլմով, և digital, ու ես ձեզ ասեմ, հիմա ես մի հատ պրոյեկտ եմ անում Lumen Coffee-ով Լոս Անջելեսում ու իմ հետ զուգահեռ անում է նաև Կարմիր ֆիլմը, եթե տեղյակ եք Կարմիրը, Հայաստանում լաբորատորիա է, իրանք նոր սկաներ են բան արել, разработка արել, որը որ բանա Phase 1 կամերայով, Phase 1-ը լայնաֆորմատ կամերա է, որը որ 150 մեգապիքսել, հիմա արդեն 150 մեգապիքսել կարելի է ֆիլմից բան ստանալ, նկար ստանալ, ինքը վերևից կախած է կամերան, պլյոնկան դրվում է ներքևում, միջև իրանց ուղղակի անում են այսպես, տակից լույս էր խփում, վերևից ֆոտո են անում, իրանք նոր տեխնոլոգիա են մշակել, և RGB բանով այդ լույսերը գցում է տակից ու կամերայի վրա դրած է black and white back, այսինքն ինքը սև ու սպիտակ է նկարում ու նկարում է տոները, հետո այդ տոները 3 ֆոտո merge են անում ու ստանում է ոնց որ շատ յուրահատուկ ձևով բան, սկան, որը որ 150 մեգապիքսելով է և հիմա ուղղությունը այնպես են անում, որ գույները dark room-ի գույներին մոտիկացնեն, հուսամ, որ մեր մարտի սկիզբը բացվում ենք, այդ տեխնոլոգիան արդեն LA-ում կլինի, հուսամ նաև կվերեն Հայաստան, ուղղակի շատ թանկ է ինքը այդ սկաները $150,000 արժի, հա ջան։ Շատ ոչ նոր Տեխնոլոգիան ուղղակի Phase 1 կամերա է դրված, մի հատ sense Rails է, այդ Rails-ը չեմ հիշում, ինչ որ DP եսի ինչ էր կոչվում, այդ Rails-ի վրա պուլտով դու կարողանում ես բարձրացնես, իջացնես կամերան ու ֆոտո է անում։ Ինտերնետով մի հատ բացի ուսումնասիրել։ Շուտով բան, որ դուք հիմա եթե բացեք Karmir.la Instagram-ը, իրանց follow արեք, իրանք այդ բանը դնելու են, այդ տեխնոլոգիան դրելու են։ Եվ ես որոշեցի ոնց որ ֆինալի ինչ-որ բան, մի քանի M9-ով նկարած կադրեր ձեզ ցույց տամ, որ իհարկե բոլորը բան են, բոլոր նկարները գույնային մշակում է անցված Lightroom-ով, բայց ես այս գույները օրինակ Canon-ով չեմ կարող ստանալ, իմ հիմնական կամերան, կոմերցիոն կամերան, դա Canon-ն է, իսկ ոնց որ արդեն իմ ուզած բաները դա պլյոնկան է և լեյկան ու այսպիսի տենց տոներ, այսպիսի dynamic range ես Canon-ով չեմ ստացել, փորձել եմ հետևյալը նկարել նույն կադրը Canon-ով, բանով, M9-ով և պլյոնկայով, M9-ի ու պլյոնկան կարողացել եմ մոտիկացնեմ, Canon-ը չեմ կարողացել մոտիկացնեմ, այսինքն
ինքը շատ յուրահատուկ բան ունի, գույնային զգացողություն ունի, որը որ իմ համար շատ այսպես յուրահատուկ բաներ է տալիս։ Այսպես ընկերներ, այսքանն էր իմ այսօրվա ելույթը, հուսով եմ, որ հավանեցիք, ուզում եմ այս ամեն ինչով ոնց որ ոգեշնչեմ նաև բոլորին, ով չգիտեմ, նոր է սկսում նկարել կամ չի նկարում, որոշել է նկարի կամ նկարում արդեն երկար տարիներ, այս մասնագիտությունը շատ յուրահատուկ մասնագիտություն է։ Այս բանով ես որ ասի մեծ դռներ է բացվել, շատ տեղեր եմ եղել, իմ travel-ը իմ համար շատ կարևոր է, նույնիսկ ֆոտոյի շնորհիվ ես Պապուա Նյու Գվինեա եմ հասել, որը որ երևի թե երբեք չէի այդտեղ հասնի ու նկարել եմ, ասենք ինչ-որ վայրի ցեղերի բաների ու շատ կոնտակտներ է ստեղծում դա որպես լուսանկարիչ, որ դու կարող ես ցանկացած մարդու նկարել, օրինակ վերջին բանը, տենց մեծ մարդը կարելի ասել, որ նկարել եմ, Սև Օհանյանն է, ֆիլմ պրոդյուսեր, մոտավորապես մի 15 օր առաջ LA-ում ինձ հրավիրել էին TEDx event-ը նկարելու ու TEDx-ից այդ բաներից խոսնակներից մեկը Սև Օհանյանն էր։ Եթե դու լուսանկարիչ չես, մոտիկանալ այդ մարդու հետ շփվելը շատ բարդ է լինել, որովհետև ինչ մի մոտիկանաս, լավ, կարաս գնաս, ինչ-որ մի հարց տաս, ինքը պատասխանի ու վсё։ Բայց երբ որ նկարում ես, մի հատ ցույց ես տալիս իրան նկարը, մի հատ ինքը զարմանում է, մի հատ հետը սկսում է աշխատել, կարող մի հատ սենց փորձենք, օրինակ որ նկարեցի, ասեց նստածս դիրքի այդքան դուրս չի գալի, արի մի հատ է փորձենք, ջուրի զև նստեմ, բան։ Ու տենց ոնց որ իրար հետ համագործակցելով ստացանք մի հետարքիր բան, որը որ հետո շատ շնորհակալություն ստացա իր կողմից։ Ուզում ասեմ, որ ֆոտոգրաֆ լինելը լավ բան է, ու հուսով եմ, որ այսօրվա, չգիտեմ, ինչքան տևեց, մոտավորապես մի ժամ, այս ընթացքում ինչ որ մի կարևոր բաներ ձեզ փոխանցեցի, իհարկե հիմնականում դա էներ ինչ որ ես իմ անցած կյանքը, բայց ինձ թվում է դրանից կարելի է լիքը ինչ որ բաներ քաղել եւ ես ուզում եմ ձեզ բոլորին ասել, որ ես այնպիսի մարդ եմ, որ բաց եմ ամեն բանի, այսինքն եթե ինչ որ հարցեր ունեք, կարաք հիմա տակ, եթե հիմա չեք ուզում տակ, կարաք հանգիստ ինձ հետո գրեք Instagram-ը բան, ես ոչ մի գաղտնիք չեմ սիրում պահել, որովհետև հիմա էլ գաղտնիք չկա աշխարհում, բոլոր գաղտնիքները բացահայտ դրված է բոլորի դիմաց ու մի խոսքով եկեք ընկերություն անենք եւ եթե ինչ որ բաներ ունեք, որ հիմա կարող եք ես մեծ սիրով կպատասխանեմ, եթե չէ, կարող եք հետո իմ հետ կապի դուրս գալ։ Անցախից նկարներ նկարել եք, եկեք պատերազմի ընթացքում գնացիք նկարել։ Ես պատերազմի ընթացքում չեմ գնացել նկարելու, բայց Արցախում շատ մեծ պրոյեկտներ եմ արել Հայաստան հիմնադրամի հետ, որ ֆոտո եւ վիդեո պրոյեկտներ եմ արել, հիմնական նպատակը donation հավաքելն էր, ինչ որ մի, չգիտեմ, ինչ որ մանկապարտեզի համար, ինչ որ դպրոցի համար, բան, մոտավորապես մի 5 անգամ մենակ այդ հիմնադրամի պատվերով գնացել եմ, լուսանկարել եմ եւ մի պրոյեկտ արել եմ բանի հետ, ուրեմն One Armenia-ի հետ, կարծես թե դա ես վերջերս սկսեցի իմ վեբսայթը նորից վերականգնել, պատերազմի ժամանակ ուղղակի վեբսայթը բան էին արել իմ, կոտրել էին ու տենց չէի բանանում, այս պրոյեկտն էր, որը որ բանի մի բուժքրոջ մասին է, ով որ full screen-ը որն էր, հա, բուժքրոջ մասին է, ով որ այդ գյուղում միակ այդ տարածաշրջանում մի հատ բուժքույրն էր ու ինքը տենց բան էր անում, պտտվում էր տներով, մանկապարտեզով, դպրոցով ու ոնց որ ես մի քանի օր, մի երկու օր իր հետ ուղղակի ժամանակ եմ անցկացրել, տենց գնացել եմ այդ ընթացքը ինչ որ ինքը արել է, ես նկարել եմ ու տենց ցույց տամ բանը,
Իվարկյան, Արցախում, հա։ սա Արցախում, այո։ Թերթում նկարները, հա, երևի էսպես, չէ՞։ Հա, հեսա սլաքը։ Ու ասենք գյուղում մի հատ պազիկ կար, որ տեղափոխում էր առավոտ երեխեքին դասի ու այդ պազիկը ծառայում էր տարբեր նպատակներով ու ես տենց բուժքույրը երեխեքի հետ գնում ա դպրոց ինչ որ բան անելու ու սենց շարք ենք ունեցել ու այս նպատակը նաև որպեսի donation անեն բանի համար հիվանդանոց կառուցելու համար սա եթե չեմ սխալվում 10 իսը մի հատ նայենք որ թիվներ չէ նշված չի բայց $33,000 գումար է հավաքվել պրոյեկտի համար ու այդ հիվանդանոցը կառուցվել է դե ցավոք արդեն աննպատակ հիմա լուսանկարների շարքը սրանքն են ինքը ապրում էր ամուսնու հետ այս էլ հայտնի պազիկն է բանի գյուղի այսպես այլ հարցեր Երևան գայդը հա հիմա մի 5 րոպե հեռու է մեքենաս հեսա եթե այլ հարցեր չկան ես գնամ գիրքը բերեմ հա Մենք այդ ժամանակներում Հայաստանում ինչ պրոյեկտներ կարելի է նույնը չկրկնենք էլի ինչ որ դուք եք արել տեսեք ամենակարևորը ժոր պետքա անեք մի բան որը որ դուք սիրում եք եթե մի բան անեք որը որ չեք սիրում ուղղակի մի ամիս հետո կես տարի հետո մի տարի հետո հոգնելու եք թողեք ինչ անել այդ դուք արդեն պետքա ձեր սրտին գտնեք տենց բան անեք ինչ եք ուզում դուք անեք որը որ եթե ֆինանսական բանաձևով եք ուզում նայեք որը որ հիմա պահանջարկ ունի իրականում բոլոր ոչ միայն ֆոտոյում ընդհանրապես աշխարհում տարբեր սֆերաներում ինչը կապված է երեխեքի հետ ակտուալ է ասենք ֆոտոն կլինի երեխեքի կլինի շորերը որտեղ ծնողները երեխեքի համար ոչ մի բան չեն խնայում պետքա նայել շուկայում ինչ պահանջարկ կա որը որ հիմա ոչ մեկ չի տալիս այն ինչ որ ես արեցի սև ու սպիտակ ֆոտոները չկար նման բան ինքը յուրահատուկ էր հենց իր սև ու սպիտակ ոճով որովհետև բոլորը նկարում էին գունավոր նկարներ ես չեմ ասում գունավոր նկարները վատ է ուղղակի սև ու սպիտակը այս պրոյեկտին շատ հարազատ էր ու այն որ մարդը ոնց որ քիչ գումար ծախսելով ունենում է շատ բան այդ ոնց որ ընդհանուր բանաձևն է որ ինքը ստացվում է Իսկ դուք որտեղ եք այդ սև ու սպիտակը տեսել կամ չգիտեմ ինտերնետից Սև ու սպիտակը չէ ուղղակի որպես ոչ ինձ շատ է դուր գալիս այդ ոճը ու տենց ժամանակին շատ եմ նկարել պորտրետներ սև ու սպիտակ բեքգրաունդով այդպես թե չէ տենց ինչ որ բան չկա որ ինչ որ նայել եմ երբեք այն ինչ որ ես արել եմ դա այդ պրոյեկտս ես ոչ միտեղ չեմ տեսել իհարկե հիմա շատ են փորձում կրկնօրինակել բայց դա մենակ այսինքն այն որ կամերա դրեցիր սև ու սպիտակ նկարեցիր ընտանիք ստացվելու է դա այդ իմ ներքին աուրայը ստեղծելն է որ մարդիկ պապաները գալիս են չեն ուզում նկարվեն նկարվում են այդ է ամբողջ գաղտնիքը հա այդ ես եմ ստեղծում այդ նկարները ես եմ իրանց օգնում ես եմ իրանց ուղղություն տալիս ոնց ինչ ու ես եմ հենց անում որ իրանք sense բան չան այտենց նկարվեն հա այսինքն այդ է ամբողջ գաղտնիքը ես այդ տենց չեմ կարա այդ գաղտնիքը բացել որովհետև գաղտնիք չկա ուղղակի ես եմ այդ ժամանակ որ ուղղակի մի օր գաք ձեր ընտանիքով նկարվեք իմ մոտ կզգաք ես ոնց եմ այդ ամեն ինչը ստեղծում բայց դա չեմ կարա այտենց բառերով բացատրեմ բայց մարդիկ կան որ չգիտեմ խորացած են մենակ ասենք չգիտեմ
food նկարելու, հա, օրինակ ես ունեմ եղբայր, ինքը sense event էր նկարում, ինքը Մոսկվայից էր եկավ, Մարկ Սերը, եթե ինչ-որ մեկը գիտի Մարկին, Մարկը Մոսկվայում մենակ event էր նկարում, եկավ ստեղ event չկա ստեղ նկարելու, մարդը խորացավ food-ի մեջ, հիմա բոլոր ամենահայտնի ռեստորանների Instagram-ի բաները ինքն է նկարում։ Այսինքն պետք է անես այն ինչ որ դու սիրում ես ու պահանջարկը կա, այդ ժամանակ որ ինքը մտավ շուկա 21 թե 22 թիվներ ոնց որ այդ ժամանակ նոր այդ Instagram-ը բանի ռեստորանների այդ SMM գաղափարը նոր զարգանում էր ինքը տենց մի քանի ագենստվայից սկսեց աշխատել ու տենց հիմա իրան տենց փախցնում են միտեղից միտեղ ու ինքը տենց полный բան ունի այսօր չեկա որտեվ բան ուներ նկարելով պետք է գտնեք այն ինչ որ դուք ուզում եք անեք ու որը որ ակտուալ է Իսկ մի հարց է ֆոտոստուդիաների հետ կապված Արժի նոր ֆոտոստուդիա բացել կա պահանջարկ թե պահանջարկը կա, բայց ես այդ չեմ կարա ձեզ հիմա ասեմ, գնացեք բացեք, հետո գնաք բացեք, չստացվի հետո ասեք ինչ ասել։ Պետք է ուսումնասիրել շուկան, որ արդյոք արժի թե չէ, որտեվ հիմա շատ ստուդիաներ կան բայց հիմա ես չեմ կարող բանեմ պահանջարկը շատանում է քանի որ ֆոտոն զարգանում է քանի որ ֆոտոգրաֆները շատանում են քանի որ Instagram-ը պահանջում է նոր կոնտենտ ֆոտոստուդիաները բանան են բայց մի էլի մարտիկան պահեք հարցը հա որ ուրիշներն էլ բանեք Դիմանի ակում հուսեցի, որ նշեցիք անոթը ինչ է, անոթ չկա, ինքը սեփանդրիա տարագում եմ, կարող է իծնել այնպիսի մարդիկ, որ ուղղակի անոթը չեք հասկանում ինչ է, բայց ես հասկանում ու չգիտեմ ոնց կրվեմ, դրա հետ ինչ խորհուրդ կտակ, որովհետև անգամ փողոցով քայլելուց աչքս կազդի տեսնում է, բայց սկսում եմ մտածել, մինչև մտածում արդեն անցնում եմ ու հետ չեմ գալիս, որ նկարել։ Ճիշտ ասած, դրան ոչ մի խորհուրդ չկա։ Ուղղակի մի քանի անգամ դուք ինքներդ ձեզ հաղթահարեք, գնացեք նկարեք ու կտեսնեք, որ խնդիր չի լինելու ու դուք շահած եք լինելու, որտեղ ունենալու եք այդ ֆոտոն։ Մի 3 անգամ ուղղակի ձեզ պետքա ստիպեք այդ ձեր ռամկայից դուրս գաք ու անեք դա։ Դրանից հետո արդեն հեշտ է լինում, որովհետև գիտես, որ դու հետևանք չես ունենալու ու վստահ եմ հետևանք չեք ունենալու։ Ես ուղղակի եթե խնդիր է լինում Չէ, միացես շփվում ես բանեցանում, բայց լավ գործ եմ անում, եկեք ցույց տամ, всё, անցնում է, մարդիկ բարյանում են, մարդիկ այնպես չի, որ տենց չար են ու գիտեն, որ դուք լրագրող եք, տանելու եք ինչ որ մի բանին վաճառ եք էտի։ Ուղղակի պետքա շփվել մարդկանց հետ, ուղղակի պետք, բայց խորհուրդ է, թե դուք ուզում եք նկարեք, պետք չի գնալ։ Ես ուզում եմ նկարեմ ձեզ, բան, որտեվ всё, արդեն փոխվելու է իրավիճակը։ Եթե այդ կարակ սկզբից այդ ձևով հաղթահարեք ձեզ, գնաք ուղղակի ասեք ես ուզում եմ նկարեմ, բայց միանգամից չհանեք նկարեք։ Ինքը պետքա մի քիչ շփվել, որ ինքը մոռանա ձեր կամերայի մասին։ Այսինքն մի քիչ խոսում եք, օրինակի համար եկել եք վերնիսաժում, ինչ որ մեկին ուզում եք նկարեք, հա։ Խոսում եք, հետո մի քիչ հարցեր եք տալի, մի քիչ անցնում է, մի հատ նկարում եք, հետո բան եք անում, հետո ինքը արդեն ձեր մասին մոռանում է կոպիտ ասած, ինքն գնում է իր գործով, դուք արդեն սկսում եք նկարել։ Այդ խորհուրդը կտամ, то есть սկզբից եթե շատ դժվար է, խոսացեք, համագործակցեք այդ մարդու հետ, հետո արդեն բան կլինի, բայց երբեք եթե առաջին իսկ դեպքից սկսեն կոնֆլիկտները, չվախենաք ու չփակվեք, էլի, որովհետև պետքա անընդհատ դուրս գալ։ Շատ անգամ իմ մոտ էլ կարող է բան լինի, բայց արժի թե չէ, ես ոչ թե արժի նրա համար, որ ես հիմա չեմ մտածում, այս լավ ֆոտո կլինի թե չէ, որտեվ մեկ լինում է որ ոնց որ ուզում ես նկարում ես, բայց վատ բան է, լավ բան չի ստացվում, տեսակ ասում ես, բայց արժեր այսքան խորանալ, բայց միշտ արժի, որովհետև ուղղակի հետո գնալու եք տուն ու ասեք խիչ արեցի։ Այդ շատ կարևոր է։ Իսկ բոլոր նկարները պահում եք։ Ասեմ, այո, պահում եմ։ Մանավանդ Lumen Moments 8000 ֆոտոշուտ ունեմ արխիվ։ Չեմ պահում օրիգինալ ֆայլերը, պահում եմ էդիտ արածները, որտեվ ամեն նկարահանման օրը ես նկարում եմ 9000 հատ ֆոտո։ 9000 հատ ֆոտոն
հետո պետքա edit եմ անում, то есть ընտրում եմ, հետո edit եմ անում, ուղարկում եմ, 2 շաբաթ պահում եմ raw ֆայլերը, հետո ջնջում եմ։ Բայց բոլոր բաները sense շատ սիրուն արխիվ թվերով, ամիսներով, օրերով ու մարդիկ շատ անգամ լինում է որ ասում են 2 տարվա առաջվա մեր նկարները մենք կորցրել ենք, չեմ կոմպյուտերն ապչած եւ այլն ասում ինձ ընդհանրեն ասեք օրը եւ մի ֆոտո, որ ես ճանաչեմ ու ֆոտոն եմ ուղարկում ու ես ուղարկում եմ։ Հին ֆոտոների արխիվները ունեմ ինչ որ տենց hard disk-երի վրա, օրինակ ես բանը որ անում էի, տենց բացել, որփրել, գտել եմ ինչ որ բաներ, բայց հա, բոլորը պահում եմ եւ պահում եմ նաեւ բոլոր սկաները բանի, պլյոնկաների, բայց մի հատ վատ բան ունեմ, որ այդ պլյոնկեքը չեմ վերցնում լաբորատորիայից, տենց մնում, օրինակ միջև կարմիրի ստեղծվելու ուղարկում էի Ռուսաստան, Lighthouse Film Lab կա, ամեն տարվա վերջ ինձ գրում էին ձեր պլյոնկեքը հավաքվել է, ուզում եք իրանց վերցնեք, թե մենք ոչնչացնենք, ես ամեն անգամ ասում եմ հա կվերցնեմ, բայց դե ոնց վերցնեմ, ոնց խոր չեմ գնալու ասում, դրանքի չէին ուղարկում, ու տենց մնում էր, բայց լավ բան է իհարկե պահելը բանը, պլյոնկաները, որ հետո մի օր կարող է, հա, դե կարա կոմոդել համակարգիչը փչանա ու տենց քեզ արդեն ֆիզիկական բանը կօգնի։ Բարոյ Ուզում եք փորձի հարցներ, ոնց որ համատեղելու դոկումենտալ ֆոտոգրաֆիան ու կոմերցիոն չպորտրետներ, art photography, դա հիմնականում արտինի ուսումնարանում ու դա է սիրած դառնում։ Դե մոտ երևի պորտրետներն են։ Ոնց է կարող մեկը ճնշում ամուսին, քանի ոնց է պետք Դե պետքա 2 ուղղություն ունենաս, ոնց որ ունենաս ուղղություն բանի առումով, հա, մեկը կոմերցիոն որ գումար աշխատես, եթե քո աշխատանքը ֆոտոն է, եւ մի ուղղություն, որը որ քո սրտի բանն ես անում։ Եթե ձեր դեպքում սրտի պրոյեկտները դա դոկումենտալն են, պետքա գտնել նաեւ ուղղություն, ինչով գումար աշխատել, որտեղ դոկումենտալով վստահ Հայաստանում փող չեք աշխատի։ Դրսում գուցե, այսինքն նույն Տոմաս Դվորժիկը, որ ասի ինձ դաս էր տալիս, դա ինքը մագնոմում է, դե բնականաբար իրանք շատ գործ ունեն, բայց այդ ժամանակ երբ որ նոր գալիս էր մեզ դասերի, նոր Fuji կամերաներ այդ փուճուր դուրս էին եկել, ու ինքը այդ Fuji-ով գնում էր դոկումենտալ էր նկարում, չգիտեմ, բանի համար, National Geographic-ի բան, ու ասում է ես ամաչում եմ իրանց ասեմ, որ ես մեծ կամերայով չեմ նկարում, ասում է որտեվ ասում է ես իրանց ուզածը տալիս եմ բայց ես չեմ ասում որ բանա։ Ինք այդ ինչ մտքովս անցավ, ուզում ասեմ Հայաստանում անհնար է դրանով գումար աշխատելը, բայց պետքա նաև գտնել մի բան, որ կարողանա ձեր գլուխը պահի։ То есть շատ անգամ ես արել եմ ուղղակի իմ սրտի պրոյեկտը եւ շատ անգամ նաև արդեն անում եմ այն ինչ որ գումար է բերում։ То есть իրանք իրար չեն խանգարում, ոչային կարող է խանգարեն, հա, ոչային կարող է խանգարեն, որովհետեւ եթե ուզում եք դոկումենտալ շատ սև ու սպիտակն է սազում բան, բայց եթե ուզում եք պարտետ գունավորն է սազում, բայց պետքա այդ բալանսը գտնեք ու կարողանաք ստեղծել երկուսն էլ լավ։ Ու վստահ եմ կարողանաք։ Ես մի քանի հարց ունեմ, մեկից սկսեմ։ Նման մնացած հարցերին Հայաստանում հիմնական թեման, եթե դու ուզում ես ինչ-որ զարգանաս որպես լուսանկարիչ, առաջինը հարսանիք առիթներ նկարելն է, չէ՞։ Դե դրանով մի քիչ հեշտ է ավելի, որովհետև հարսանիքները միշտ կան։ Հիմա եթե ես մարդ, ով որ չի սիրում այդ ամեն ինչը, դա Ուրեմն մի արեք։ Սրան վաղ չի։ Ու ուզում եմ որ ինչ-որ մի բանի վրա խորանա զարգանա։ Պետք է չէ, որտեղից կարելի է ասել, օրինակ, այն ինչ դու սիրում ես իմ համար արդեն street photo-ն է, դրանից է բնականաբար։ Դե հա։ Այսինքն պետք է փորձել ամեն բան, թե մտածել Հայաստանում ինչն է պակաս տեղից սկսել։ Դե իրականում պակաս շուկան լավ հագեցած է, լցված է, այսինքն պետք է անել մի բան, որը որ յուրահատուկ ձևով ես մոտիկ անում, որ քեզ նկատեն, հա, եթե անելու ես նույն բանը, բայց մի քիչ ավելի էժան գնով, այտենց էլ կարան նկատեն, որ ասեն այս մարդը դե ինչի տանք, այսքան այն կարանք բան անենք, հա, բայց պետք է անել այն ինչ որ դու սիրում ես,
Եթե օրինակ հարսանիքների այդ բանը քեզ դուր չի գալիս, խորհուրդ եմ տալի երբեք չմտնել։ Օրինակ ես հիմա ուղղակի հոգնել եմ հարսանիքներից, բայց ես երբ որ նկարում եմ, ես պրոստը որ sense իմ համար կայֆ էր։ Ես բան եմ անում, իհարկե կայֆ էր մինչև ռեստորանից հետո ոչ մի կայֆ բան չկա։ Ռեստորանի մեջ պետքա նաուշնիկներ ես դնում եմ վակուումի վրա ու նկարում եմ։ Որովհետև դենտեղ ոչ մի բան գլխավոր տեղի չի ունենում։ Բայց մինչև այդ ամեն ինչ քո ձեռնա, դու կարաս բան ես, դու խաղ փոխող ես, էլի դու կարաս բերես ստեղ անես, փոխես չէ, հիմա գնում ենք այնտեղ, էս ենք անում, այն ենք անում, կամ տանը երբ որ նկարում ես, կարաս ամեն ինչ այդտեղ փոխես, քո ուզած ձևով նկարես։ Ռեստորանում ինչ տեղի ունենում, այդ ես նկարում։ Բայց մի բան պետք է անես, որը որ քեզ ի սրտե դուր է գալի, որովհետև լուրջ շուտ ես հոգնելու։ Այդ շատ բան է, էլի, որովհետև պետքա եթե մի բան ոնց որ գործի առումով ընտրում ես, միջև եթե չես սիրում, միջև sense զարգանում ես բանից եմ, կարող է ընթացքում նաև փոխվի միտքդ, կարող է չես սիրում, բայց զորես հետո սկսես ինչ որ բաներ գտնել, որ քեզ դուր է գալի։ Բայց եթե չսիրեցիր, շուտ հոգնելու ես, ժամանակ ես կորցնելու, էներգիա ես կորցնելու ու հավեսդ գնալու է։ Դրա համար մի բան, որը որ քեզ հենց օդ է տալի։ Այն ինչ որ ես արել եմ, եւ դոկումենտալը, եւ պորտրետները, եւ Lumen Moments եւ հարսանիքը, ես պրոստը կայֆ եմ բռնել, որ ես ասում եմ գնում եմ գործի, ես առավոտը վեր էի կանում, հիմա ես շաբաթ օրերը նկարում եմ, վաղը չեմսօրը ունեմ նկար անում։ Ամեն շաբաթ չեք պատկերացնում ինչ դժվար է արթնանալը, որ գիտես շաբաթ է, լավ օր է, կարելի է տուն անցկացնել, գնալ նկարելու, շատ դժվար է, բայց երբ որ ես գնում եմ, հասնում եմ տեղ, առաջին սյոմկան անում եմ, միանգամից փոխվում ամեն ինչ։ Փոխվում է ու ես նկարում եմ non-stop, ես չեմ կանգնում մի վայրկյան։ Ես նույնիսկ ժամանակ չեմ ունենում ջուր խմելու։ Այդ այնս խիտ է մոտս գրաֆիկը։ Ինչի համար, որովհետև եթե ես կանգնում եմ, ես հոգնում եմ։ Ես նկարում էի ժամում 2 նկարահանում։ 20 րոպե է նկարանում ըստևում։ 10 րոպե ընդմիջում զգում եմ, որ ես այդ 10 րոպեում հանգում եմ։ Ոնց որ ջիմում կարդիո ես անում, գնում ես մի հատ սերիալ նայես, հետո գաս մի բան էլ անես, հետո ասի խի եմ տենց անում եմ, ես ինքս ինձ եւ ժամանակս եմ սպանում եւ ինքս իմ էներգիան եմ բան, որովհետեւ մտնել այդ ամեն ինչի մեջ դուրս գալ էլի մտնել բարդ է։ Սկսեցի ամեն 20 րոպեն մեկ, ոչ մի պաուզա չեմ տալիս։ Ժամը 8-ին եմ վերջացնում նկարանումս։ Այդ 8-ին հենց որ վերջին լույսը անջատում եմ, գնում եմ ստուդիան փակում եմ, գնում եմ ավտոս նստում եմ, հազիվ եմ քշում ավտոս։ Մյուս օրը ես իմ ոնց որ վերականգնման ու այդ կիրակի օրը ես վերականգնում եմ, որովհետև այդ օրը շատ բարդ է, բայց ես ամեն նկարանումից կայֆ եմ բռնում։ Այտենց պետք է ամեն ինչ անես, որ բանես։ Եթե զգացիր, որ չէ, ֆոտոն քեզ պետք է մենակ արվեստ ստեղծելու համար, ուրեմն փորձի գտնել ուրիշ ուղղություն, որը որ քեզ որպես աշխատանք կծառայի։ Ֆոտոն արա, չգիտեմ, որպես բան։ Տեսեք, ես մարդը կայֆ է բռնում իր գործից, չէ՞։ Ես միշտ տեսնելով պոստերը, զգում եմ, որ իր ֆոտոները, ասպոյի ֆոտոները, են որ sense կյանք է մեջ, էլի, ինքը դրա մեջ է, ինքը ապրում է։ Իսկ եթե հակառակ դեպքում ուղղակի չես կարող առաջ գնաս ու քեզ ոչ մեկ չի նկատի, որովհետև դու պետքա պատմես դրա մասին, դու պետքա խոսաս։ Այսօր իմ մոտակա պլաններից մեկն է գնալ գյուղ նկարել Lumen Moments։ Նման ու սաղ ցույց տամ process-ը։ Նման բան գոյություն չունի։ Գնալ գյուղ նկարել գյուղի ընտանիք, ոնց որ ասենք էս է, հա, այս պրոյեկտն է։ Գնաս sense մի գյուղ մտնես մի հատ տուն, պատը սպիտակ ներկեմ ու կանչեմ գյուղի ժողովրդին իրանց ընտանիքներով նկարեմ։ Ես մի գյուղում պրոյեկտ եմ արել, երեխեքին Գորայք գյուղն էր։ Ամեն տարի գնում էի այդ երեխեքին նկարում էի։ Օրը հստակ չէի բռնացնում, բայց գնում էի, մի 4-5 տարի նկարել եմ։ Այդ ընթացքում եղել է դեպք, որ տղեկը գնացել են բանակ, նենց են բռնացրել, որ գան ու վալնենյա, որ նկարեմ իրանց։ Այտենց մի բան պետք է անես, որ քեզ էներգիա է տալիս։ Մի հատ հասկանում։ Դավայ։ Որ ասում եք դուք ընդմիջում չունեք, որ անթափ հայրը միջսens հայսած ունեն նշանալու։ Ամենալավ բանը։